Գյումրու Մադոյան փողոցի տներից մեկում ուժգին պայթյուն է որոտացել։ Ըստ նախնական տվյալների միջադեպը տեղի է ունեցել կենցաղային գազի արտահոսքի պատճառով։ Պայթյունն առաջացրել է շինության շուրջ 40 քառակուսի մետր հատվածի փլուզում, իսկ մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակալվել է։ Ոստիկանությունից հայտնել են, որ օգոստոսի 16-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ 4 երիտասարդ Աբուլ Ֆարաջի փողոցում գետին են գցել 39-ամյա կնոջը եւ առևանգել 18-ամյա աղջկան։ Նոր Հաչնում օգոստոսի 18-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով 2 անձ է ձերբակալվել։ Քաղաքի նախկին պոլիկլինիկայի շենքի վերականգնման ընթացքում ավտոկրունկի զամբյուղն ընկել է, ինչը դարձել է 37 եւ 41 տարեկան երկու շինարարի մահվան պատճառ։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնների խախտման հատկանիշներով։ Հարգելի գործընկերներ, սա ձեր խմբակցության նիստը չի, ուրեմն ձեզ պահեք կարգ ու կանոնով։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Արեգ Հովսեփյանի եզրափակիչ ելույթից հետո խորհրդարանի ԿՊԱ-ական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը փորձեց մեկնաբանել ընդդիմադիր պատգամավորի խոսքը եւ դիտողություն ստացավ Ուժեղ Հայաստանի պատգամավորներից։ Ալեքսանյանը ի պատասխան Դավիթ Ղազինյանին զգուշացում հայտարարեց, ապա դուրս հրավիրեց ազգային ժողովի նիստերի դահլիճից, այդպես սերելով առանց այտերգել լարված իրավիճակը։ Հեռացում միջև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից զերկելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից։ Դուրս եկեք դահլիճից։ Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն պատգամավոր Դավիթ Ղազինյանին։ Շատ լավ, իրենք ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալի։ Հարգելի գործընկերներ, ինքը դուրս է գալի, թողեք դուրս գա։ Հանգիստ դուրս է գալիս ինքը։ Ասում եմ դուրս է գալի հանգիստ։ Ղազինյանի հետ նախ նիստերի դահլիճը, ապա ազգային ժողովի շենքը լքեցին Ուժեղ Հայաստանի բոլոր պատգամավորները։ Հայաստանը պետք է ընդօրինակի եվրոպական պետական ինստիտուտների մոդելները, սակայն զերծ մնա Եվրամիության քաղաքական կառույցի մեջ մտնելուց եւ տարածաշրջանային բախումներից։ Խորհրդարանից ասել է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, որպես արտաքին քաղաքականության եւ տնտեսության ճիշտ զարգացման օրինակ, նա մատնանշել է Նորվեգիայի, Շվեյցարիայի եւ Մեծ Բրիտանիայի փորձը։ Այս երկրները Շվեյցարիան, Նորվեգիան իրենց օրինակներով մի մոդել են ընդունել։ Իրենք չեն մտել Եվրոպական միություն, որովհետև համարել են, որ Եվրոպական միությունը քաղաքական կառույց է, բայց բոլոր իրենց ինստիտուտներով ինտեգրված են եվրոպական համակարգի մեջ, եվրոպական ազատ տնտեսական գոտու մեջ։ Ինչ է սա տվել։ Շվեյցարիան զերծ է մնում յուրաքանչյուր քաղաքական բախումներից, բոլոր բախումներից։ Նորվեգիան գտնվելով Արկտիկայի մոտ զերծ է մնում հակադրություններից։ Միացյալ Թագավորությունը այլ ճանապարհ է ընտրել։ Ինչն է Հայաստանի ճանապարհը։ Մենք տեսնում ենք, որ հայկական բոլոր ինստիտուտները մեր երկրի մենք պետքա տեղայնացնենք եվրոպական մոդելներով։ Մեծ մասը բաներ կա, մենք համաձայն չենք այդ մոդելների հետ։ Որպես պահպանողական ուժ, ընտանիքը թիրախավորող մոդելների հետ համաձայն չենք։ Խոսելով տնտեսական իրականության մասին, նա շեշտել է, որ Հայաստանի համար ամենամրցունակ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։ Թվերը վկայում են, որ դեպի Եվրոպա արտահանումը նվազել է։ Ռուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցած տարի ուղարկել է 3.2 միլիարդ դոլար։ Եվրոպան Հայաստանին ապրանքների դիմաց ուղարկել է 600 միլիոն։ Ասեմ ավելին, 2 տարի առաջվա հետ համեմատած Եվրոպայում Եվրոպա դեպի արտանումը իջել է 23 թվի հետ համեմատած։ Ասեմ ավելին, այս տարի բարձրացել է, որովհետև ուղղակի պղնձի գինն է բարձրացել։ Չկա որակական, աշխարհի ամենամրցունակ շուկան է։ Եվ որն է մեր մոդելը։ Այն փողը, որ գալիս է Ռուսաստանից, դա գնում է թոշակների, զինվորականների աշխատավարձի, սոցիալական ծրագրերի։ Մենք չենք ուզում էդի կորցնենք։ Մենք մի բան էլ ենք ֆիքսում այս process-ի ընթացքում։
կարևոր, որ Ռոբերտ Քոչարյանը չէր, պարոն Քոչարյանը չէր մեր տեխնացուն, ինչպես ձեր ամբողջ հմեկով, ամբողջ մեդիա համակարգ ուզում էր ասեր։ Եվ դրա համար դուք քաղաքական պատասխանատվության եք ենթարկվելու, որ մոլորեցնում եք մեր հանրությանը, ամիսներով ասելով, որ ուժեղ Հայաստանի տեխնացուն Սամվել Կարապետյանը չի, դուք մեդիայով եւ անգամ թեզ էիք մտածել, ով էր մտածել, ով էր ձեր խորհրդատուն այդ թեզի, պատերազմի կուսակցություն, այո, իսկ գիտեք ով է պատերազմի կուսակցությունը, վերջի 8 տարվա ընթացքում 3 պատերազմ բերած կուսակցությունը, եռապատերազմի կուսակցությունը ԿՊՆ, եռապատերազմի կուսակցությունը եւ 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը։ Ընդդիմադիր նախկին պատգամավոր Արեգ Մանուկյանին դստեր ծննդյան օրը թույլատրել են տեսակցել 13-ամյա աղջկան, հայտնել է Մանուկյանի փաստաբանը։ Դատարանը նախկինում արգելել էր Մանուկյանին շփվել երեխայի հետ։ Նա ձերբակալվել էր հուլիսի 9-ին, ինչից հետո դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Մանուկյանին մեղադրանքի առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը օգտագործելով իր պաշտոնեական լիազորությունները կաշառք է ստացել։ Մինասյանը դիգիրեր չէ, հետո համասարի դասախոս Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Իրադրությունը քննարկել ենք Պաշտպանության նախարարի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, զինված ուժերում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների դեմ համակարգային լուծումներ մշակելու նպատակով։ Կառույցին տրվել է 3 ամիս ժամկետ իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկությունները մշակելու եւ կառավարության ղեկավարին ներկայացնելու համար։ Այս նախաձեռնությունը հաջորդել է բանակում վերջին շրջանում արձանագրված ողբերգական միջադեպերի եւ արատավոր բարքերի անհանգստացնող աճին։ Վերապահորեն որոշակի բաներ եղել հոգեվոր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է թեմի առաջնորդ Մկրտիչ arczepiskopos Պրոշյանի գործով դատական նիստը։ Որպես վկա հանդես եկող կարգալույծ Ստեփան Ասատրյանը դատարանում հայտարարել է, թե իր հասցեին հնչած նիկոլական որակումը ընկալել է որպես անձնական վիրավորանք։ այնպիսի արտահայտություններ, որ ինձ համար եղել է վիրավորական, օրինակ նիկոլական է, այսպիսի արտահայտություններ քննարկումներ են եղել եւ ինչ որ պահանջներ, որ ես մոտ եմ իրենց հետ կարող եմ որոշակի հարցեր լուծել։ Կտրիչ Ներսիսյանին են ուզում փոխանցել իր հրաժարականի պահանջը։ Հատկանշական է, որ նախկին հոգևորականը կարգալույց հռչակվելուց հետո հրաժարվել է լքել եկեղեցական սպասավորության վայրը եւ եղել է ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ուղղված շարժման առանցքային դեմքերից մեկը, վայելելով իշխող ուժի աջակցությունը։ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել, վնասվել են բնակելի շենքեր եւ այլ ենթակառուցվածքներ, փլատակներից մարդիկ են դուրս բերվել, որոնողական աշխատանքները շարունակվում են։ ՆԱՏՕ-ն բազմաթիվ կործանիչների եւ հետախուզական ինքնաթիռների ներգրավմամբ խոշոր օդային գործողություն է սկսել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի մոտ։ Դաշինքն այս քայլին գնացել է ի պատասխան Ռուսաստանի վերջին գործողությունների, որը Բալտիկ ծով է տեղափոխել գերձայնային զենքով ռազմանավեր եւ ռազմական բեռներ, հավանաբար նաեւ անօդաչու թռչող սարքեր։ Այս ամենի հետևանքով Բալթյան տարածաշրջանում լարվածությունն ու ռազմական ակտիվությունը գնալով աճում են։ Իսրայելական ռազմաօդային ուժերն օգոստոսի 18-ին թիրախավորել են Սիրիայի Իդլիբ նահանգում տեղակայված Աբու Ալ-Զուհուր ռազմական օդանավակայանը։ Թուրքական զինուժը վերջերս էր վերականգնել սահմանից ընդամենը 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս կարևոր օբյեկտը։ Մասնագետները կարծում են, որ այս գործողությունը Բենյամին Նեթանյահուի նախընտրական ռազմավարության բաղադրիչն է, ուղղված Թուրքիայի հետ հարաբերությունների արհեստական սրմանը։ Իսրայելի վարչապետը փորձում է օկտեմբերյան ընտրություններից առաջ պատերազմական մթնոլորտ ձևավորել եւ ներքին լսարանի համար սեփական անփոխարինելիության պատրանք ստեղծել։